Խաղաղություն այս տանը, յուրաքանչյուր մարդի տունը իր սիրտն է, իր սիրտը իրեն տունն է, և պետք է առաջինը խաղաղությունը լինի յուրաքանչյուր մարդու սրտում ժողովուրդ։ Նայեք, առաջի թուղթ Կորինթացիներից 13-րդ գլուխը, ես կարծում եմ այստեղը պետք է բոլոր ողջ մարդկությունը այստեղը պետք է իրա անունից էլ առավել այստեղը իմանա և այստեղը պետք է միշտ մարդու սրտում լինի, որ պահա ապրի ու կատարա։ Նայեք, ասում է, եթե մարդկանց և հրեշտակներից դներով խոսիմ, բայց սեր չունիմ, ես եղած ձայն անող պղինց կամ հնչեցող ծնծղա, և եթե մարգարեություն ունենամ և գիտենամ ամեն խորհուրդներ և ամեն գիտություն, և եթե ամեն հավատքը ունենամ մինչև սարելն է տեղափոխելու, բայց սեր չունիմ, ոչինչ եմ, և եթե իմ ամեն ապրանքները աղքատներին ուտեսնեմ և իմ մարմինը մատնեմ, որ այրվի, բայց սեր չունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենա։ Սերը երկայնամիտ է, սերը քաղցր է, սերը չի նախանձվում, սերը չի գոռոզանում, չի գրգռվում, չի լրփանում, սերը չի հպարտանում, սերը իրենը չի որոնում, սերը չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, ասում է, բայց ուրախանում է ճշմարտության հետ։ Աստծո խոսքն է ճշմարտությունը, Քրիստոսն է ճշմարտությունը, սեր ունեցող մարդը ուրախանում է Քրիստոսով, Քրիստոսի խոսքով, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի և ամեն բանի համբերում է, սերը երբեք չի վերջանալ, սերը երբեք չի վերջանալ, ասում է Աստված սեր է, առանց Աստծու մարդը կարա մարդկային լեզվով խոսա, հրեշտակային լեզվով խոսա, շատ գրագետ, տաղանդավոր բաներ խոսա, բայց սեր չունենա, բայց Աստված չունենա իր սրտում, այլ լինի կեղծ իր ամեն այդ արարքը, բայց սեր ունեցող մարդը չար բան չի մտածում։ Ողջ մարդկությունը, մարդկության մեծամասնությունը կարիք ունի Աստծո, աստվածային սիրու, դրա համար էլ այս չարիքը, խավարը, ատելությունը, մահը, մեղքը, արյունահեղությունը պատած է այս ողջ խավար աշխարհը, քանի որ ապրում են առանց Աստծու, այսինքն առանց սիրու, մեկը մյուսի հանդեպ սեր, հարգանք, վերաբերմունք չունի, ժողովուրդ ջան, դրա համար էլ այս աշխարհը խավար է և խավարի մեջը սեր չկա։ Արեք Աստծուն, արեք Տիրոջը, արեք դեպի սերը, որ սեր ունենա։